Հակաեկեղեցական այս արշավի ֆոնին երգչուհի Շպրոտը հանդես է եկել նոր գրառմամբ: Նա մասնավորապես նշել է. «Շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ էի և տգետ ինձ բամբասանք հասավ մի հոգևորականի մասին: Հավատալով այդ բամբասանքին, ես ատեցի բոլոր հոգևորականներին, չնայած որ ինձ մեկի մասին էին ասել: Գնացի 18 տարեկանում դարձա աղանդավոր կյանքի խոսք: Եվ չիմանալով եկեղեցու պատմություն, առաքելական ուսմունքին ծանոթ չլինելով, կուլ տվեցի աղանդավոր մտայնությունը, որը շատ տարբեր է առաքելական ուսմունքից: Հավատքիս ֆունդամենտը դրվեց շեղված և շատ լիբերալ: Ատում էի բոլոր հոգևորականներին և պահպանողական ամեն ինչ: Գիտեի, որ հայ եմ, բայց ինքնությունս չէի զգում, հիբրիդ վիճակ էր: Արմատներս այնքան էի կորցրել, որ ինձ օդում էի զգում: Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր և բորբոցնած, ինչպես մեր վանքերն ու խաչքարերը: Գնացի աշխարհ, թողեցի աղանդը ու մտա աշխարհ: Ապրեցի լիբերալ, մեղավոր կյանքով, հավատում էի Տիրոջը, բայց մեղքի մեջ թաթախված: Մի քահանայի բամբասանքի պատճառով զրկեցի ինձ պատարագի օրհնությունից հաղորդության մասնակցելուց: Զրկեցի ինձ եկեղեցուց: Սիրելի հայրենակիցներ, մի զրկեք ձեզ Աստծո օրհնությունից՝ քահանայից գայթակղվելով: Ձեր մեղքերի պատճառը քահանան չէ, Նիկոլի դժբախտ լինելու պատճառը քահանան չէ: Ձեր հոգևոր տկարության պատճառը քահանան չէ: Պատճառը դուք եք և ձեր ապրածը: Ես վերադարձա մայր եկեղեցի: Ոչ ոք արժանի չէ մտնել եկեղեցի, նամանավանդ ես, բայց Աստծո շնորհքով և ողորմությամբ բոլորս էլ մտնում ենք: Եկեղեցին սուրբ է Հիսուսի արյան շնորհիվ, բայց հավատացյալները բոլորս մեղավոր ենք: Մենք ապաշխարելու կարիք ունենք, մի զրկեք ձեզ ապաշխարությունից: Քահանայից գայթակղվելով կորցնում ես ամենակարևորը: Մենք ունենք հրաշալի քահանաներ: Ես մի քանիսին գիտեմ: Աղոթեք ձեր հովիվների համար, նրանք ձեր աղոթքի կարիքն ունեն: Գտեք մի քահանա, ով սրբակենցաղ է և հետևեք նրան: Մի զրկեք ձեզ օրհնությունից և մի անիծեք նրանց: Նրանց վրա կա Աստծո օծություն, ուզեք, ոչ թե չուզեք: Խոնարհ եղեք նրանց, հարգեք օծությունը, լսեք խորհուրդները: Եվ անպայման կերակրեք քահանային, նրանք էլ ունեն երեխաներ: Ընկերացեք նրանց հետ: Եկեղեցով եկեք մեր ազգը միաբանենք: Եթե աչքը հիվանդ է, չհանենք, այլ բուժենք: Մի մարմին ենք, չէ՞: Եթե անիծես, ապա կհանես աչքը: Եթե քո աչքն է խանգարում, լավ է հանես, որը մեղք չգործես: Բայց եկեղեցու միաբանությանը մի կպիր: Ես մոտ 3 տարի է վերադարձել եմ մայր եկեղեցի: Կարող եմ ասել իմ կյանքի ամենահավասարակշռված ժամանակաշրջանն է: Գնում եմ պատարագի ամեն կիրակի, սովորում եմ աստվածաշնչյան դպրոցում: Աստծո ողորմությամբ ամուսնացա 44 տարեկանում ապաշխարելուց հետո: Սկսեցի կարդալ Հայոց պատմություն, բայց ոչ Սովետի գրած, այլ Եղիշե: Սկսեցի ճանաչել մեր մեծերին, Տաթևացի, Կողբացի, Այգեկցի, Նարեկացի: Մեր սրբերի մեկնությունները հրաշք են: Աղանդը հանել է, չէ՞ պետք: Վիրուս է աղանդը: Հայրերի մեկնությունները ինձ օգնեցին: Ինքնությունս նոր եմ բացահայտում, ոսկե դարի հայերով հիանում: Եկեք միասին դա անենք: Եկեք լույսի մեջ մնանք: Ուրիշի խավարը փնտրելով կորցնում ենք մեր աստվածային կերպարը: Բարև ձեզ սրտիկներ, ո՞նց եք: Ես պատրաստվում եմ աշխատանքի, Գուչիիս կոշիկները քարիկներով տարել էի սարքելու, Գուչին ասեց մենք չենք կարող կաբլուկները սարքենք, տարեք, հայ մարդ կա շատ հայտնի, ով ձախարութի կոշիկներն էլ է սարքում, տար կսարքեն: Տարա, շատ նորմալ մարդ էր, բարեհամբույր: Հիմա կոշիկներս հետ եմ վերցրել, վրայի քարերը չկա, երկու համ ձախից, համ աջից նույն տեղի քարիկները թռցրել են: Դե հիմա ապացուցի, որ քարիկը ինքն է հանել: Հաստատ չգիտեմ, իրա մորքուրի Գուչիների վրայի քարերը թափվել էր, իմ քարերը վերցրել, կպցրել է դրանց վրա: Նույն տեղից փոքր քարը հանած է: Ու ես իրան տարել եմ քարերով: Ու իդեպ այն մասն է, որ անհնար է, այդ շատ ամուր քարեր են, դիմացից, որ ոչ թե այն մասն է, որ հարվում է, այլ դիմացից երկու հատ փոքր քարերը հանել է: Միշտ կոշիկներս տանում եմ Երևանում եմ սարքում, հենց մեր շենքի կողքը կոշիկի բուտկա կա, այն որ 2 րոպեում այդ մարդը 2000 դրամով սարքում է: Չհաշված, որ սրան $22 տվեցի մենակ կաբլուկները փոխելու համար, համոզում էր, որ տակն է ինչ-որ բան դնի, ասի չեմ ուզում $75 տամ, ափսոս ա կոշիկներդ կվնասես, բա քարերը սուր ա: Ու այն որ լիքը գործ կա, էլի ունեմ կոշիկներ, ֆիրմա, որ պիտի կաբլուկները սարքեմ: Կարող ա կոշիկի բուտկա իմանաք Գլենդելի մասում, որ 2000 դրամով սարքում է: Գոված իրան ասեց, որ բոլորը սուպեր սաքոն,
Մնացածները բոլորը իրա մոտ են տանում սարքում։ Ուր են իմ քարերը։ Գլենդելի մոլի այդ հայտնի ձյաձյա։ Շատ բարեհամբույր ինձ ընդունեցիք։ Քարերս ուր են։ Ամեն մի թայի, ներողություն թայ բառի համար, նույն մասի քարը չկա։ Ստուգեցի Gucci-ի սայտով, որ տեսնեմ միգուցե տենց է այդ կոշիկները, այդ ամեն մի քարը չկա այդ մասի։ Այս մի մասից sense գալիս է լրացնում այդ պուճուրիկը, այս մի կողմից էլ է գալի։ Չէ, նույն մասի, նույն երկու պուճուրիկ քարիկները ուզենայիր մատով պոկեիր, չէիր կարա պոկեիր։ Նայեցի բոլորի վրա կա։ Իմինի վրա չկա։ Ոնց կարելի է մարդու կոշիկի քարերը հանել, դնել ուրիշ կլիենտի կոշիկի քարերի վրա, ասենք կոշիկների վրա։ Միգուցե ինչ որ մեկինը թափվել է։ Տխրեցի շատ։ Չի երևում, նենց չի պիտի ուշա, բայց ես հո գիտեմ, որ ես տարել եմ նորմալ քարերով։ Ուր են իմ քարերը։ Ուրիշ վերսիա էլ կարա լինի, Gucci եմ տարել, որ սարքեն։ 2 օր պահեցին, պարտավոր են, չէ, սարքեն։ 2 օր պահեցին, ասեցին կսարքենք, 2 օր հետո զանգեցին, ասեցին չենք սարքում մենք կաբլուկ։ Տարեք այդ մարդու մոտ, ես գիտեմ անվճար է, ասում եմ իրա հետ եք աշխատում, ասում հա, բայց պետք է վճարես։ Կարող է Gucci-ի երեխեքն են հանել, չգիտեմ։ Կամ Gucci-ի ժողովուրդն են հանել, կամ էս հայ ձյաձյան։ Տա Աստված հայ ձյաձյան հանած չլինի։ Լուրջ եմ ասում, թե չէ շատ եմ նեղվում, որ հայերն են նման բան անում։ Հալալ չի մեր մասիվի բուտկեն։ Նենց լավն է այդ մարդը։ Գաստեղ լավ գործ կունենա։ Կոշիկի բուտկա են Կուպալնիկով աղջիկների, որ նկարներ կան, պատերին կպցրած։ Ես առաջ ուզում էի որ մեծանայի դառնայի կոշկակար, որ մեծանայի կոշիկի բուտկա ունենայի։ Ճիշտ եմ ասում, մեկ է ունեինք մարոժնիի բուտկա, լուսիկ տոտաներ, որ կզում էր սառնարանից հաներ պաղպաղակները, սենց մտնում էր մեջը, ընգնում էր մեջը, կոլոտ կնիկ էր էլի, երազում էի մարոժնի վաճառող լինեի, կամ կոշիկի բուտկա ունենայի։ Ոչ են եղավ, ոչ են երազանքս իրականացավ, ոչ էլ են, գոնե են կուլոկով սեմիչկա ծախող դառնայի։ Անարդարա, շատ անարդարա։ Լուսիկ տոտայի չափել չկանք, տենաս լուսիկ տոտան կենթանի է, դժվար, բայց ինքը այդ ժամանակ, ասենք ես 7 տարեկան էի, ինքը 50 անց երևի, սև կին էր կոլոտ, էսկիմոն տակից էր տալի, պապայիս հետ ընկերացել էր, ինձ տալիս էր, բայց ընկերներիս ասում էր չկա վերջինն, ասենց հալած, ճմրթած էսկիմոները մի քանի անգամ սենց ոնց որ արդեն բացած փագած լինեին տուփը։ Մեկն էլ գրել է Անի ջան, տղաները կույր են, քեզ չեն տեսնում, քեզ ախր ոնց կարելի է չնկատեն ու դու մնայիր տանը։ Սիրելիս, ես տանը չեմ մնաց, ես վերջապես ամուսնացել եմ։ Արդեն 1 տարի է։ Նկատեցին ինձ վերջապես։ Լցվել էր սիրտս։ Տաքսիստ էլ չդառանք։ Սենց հանեի դնեի մեքենայի վրա, տաքսավատ անեի, Հոլիվուդ։